Բարև Գորջան։ Բարև մամ ջան, ոնց է ցավդ տանում։ Ախր ինչի չէիր ասել, ինչ էր գաղտնի պահել։ Գորջան, այդ հիմա կարևոր չի։ Ինձ կվիրահատեն ամեն ինչ լավ կլինի։ Մենակ թե դու ողջ առողջ լինես, ցավդ տան։ Իմ մասին մի մտածի, մամ ջան, ամեն ինչ նորմալ է։ Մամ կներես էլի ինձ։ Ինչի համար։ Դու մեղավոր չես։ Ոչ ոք մեղավոր չի, Գոր։ Չէ, մեղավոր եմ, որ կողքիդ չեմ։ Գորջան, ախր դու հազարավոր կիլոմետրեր հեռու լինես։ Դու միշտ իմ կողքին ես, տղա ջան։ Որ կողքիդ լինեի, որ հետևեի քեզ գուցե այսօրվան չհասնեինք, մամ։ Գոր։ Հասա ցավդ տանում։ Խնդրում եմ քեզ։ Օգտար քո մասին։ Այդ դու ես ինձ ապրեցնում, հասկանում ես։ Դու ինձ ուժ ես տալիս, ցավդ տանեմ, եթե հանկարծ քեզ մի բան պատահեց, ես ավելի շուտ կմեռնեմ, քան ես անտեր հիվանդությունից, հասկանում ես, դու խոստացի ինձ, Գոր։ Խոստացի ինձ, խնդրում եմ, որ ոչ մի բան չես անի, որ քեզ վնասի։ Ես էլ քեզ կխոստանամ, որ ամեն ինչ լավ կլինի։ Հա, Գոր։ Խոսք եմ տալիս, մամ ջան։ Մամ, ես քեզ շատ եմ սիրում։ Ես էլ քեզ եմ սիրում։ Ցավդ տանեմ։ Որ մի մտածի ամեն ինչ լավ է լինելու։ Ծխես։ Ես իրոք չգիտեմ, թե որտեղ են տղերքը բեկ։ Հավատում եմ։ Ինձ բաց թող գնամ։ Քեզ ինձնից վտանգ չի սպառնում։ Չեմ կարա։ Դու պետք է մեռնես։ Բայց մեռնելուց առաջ ուզում եմ մի հատ բան իմանաս։ Ես եմ սպանել Նանեին։ Գողացել եմ, իմ ուզած ձևով բռնաբարել եմ, հետո էլ սպանել եմ։ Անասուն! Քո ընկերներին էլ հատ հերթով տանջամա եմ անելու։ Չես կարա։ Ու գիտես խի, որովհետև դու մեզ չես ճանաչում։ Դու չգիտես, բայց մենք իրար համար կյանք կտանք։ Դու այդ երբեք չես հասկանա, որովհետև մեջդ ոչ մի գերամ մարդկային բան չկա։ Ու քո նմանները ապրելու իրավունք չունեն։ Նանեին կբարևես։ Հա, Մալխասյան։ Երբ են գտել։ Մարդ ուղարկի հիմա գալիս է։ Զգուշ, հանկարծ չընկնես։ Ասում էի, չէ։ Ոչինչ բան չկա, տղեն ընկնելով է մեծանում։ Հոտեղ չցավեց։
Մեծանան ֆուտբոլիստ եմ դառնալու, պապի։ Հա, բալես, ես քեզ կերկրպակեմ, բայց հերվից։ Բայց ինչի հերվից։ Որ մեծանաս ու շատ հայտնի ֆուտբոլիստ դառնաս, պապի շատ հերու տեղ աննելու։ Շատ հեռու։ Հա, բալես, Բայց որտեղ, ասա։ երկնքում։ Բա երկնքում որտեղ ես նստելու։ Երկնքում չեմ նստելու, կանգնելու եմ։ Հերիքա ինչքան նստեցի։ Երեխուն ներս տարգան է։ Արամին են սպանել։ Ախր ասում էի, զգուշացնում էի։ Ոնց է այդտեղ է։ Մանրամասներից կուրսի չեմ, մենակ գիտեմ, որ իրանց շենքի կռիշում են գտել։ Ասում են վրան սաղ տեղ չեն թողել։ Ջահել երեխա էր, փայլուն ապագան ուներ։ Դաժե ընտանիք չէր կազմել։ Հիմա չկա ու հանուն ինչի։ Հավաքի ժամանակ ագավոր կա էր եղել, որ Դավիթին, Սևակին ու Արամին պիտի ձեռք չտան։ Բայց այդ ուռոդը խախտել է իր խոսքը։ Թորգում, այս լավ առիթա, որ է դրան նակազատ անենք։ Հələ որ չսպանեք, լավ ջարդեք, որ ամբողջ կյանքը ինվալիդի կռեսլոյի վրա անցկացնի։ Ես քեզ հասկացա։ Իսկ տղերքի հետ ինչ անենք, որ իմացան Արամը մահացել է, չեն գնալու։ Կարող է դրա կարիքը չլինել, եթե բեկին արանքից հանենք։ Հիմա գնացեք դրան տեսեք, հետո կհասկանանք։ Ես քեզ հասկացա։ Որ հացկիր։ Չեմ ուզում։ Գիտես երբ են վիրահատելու։ Հələ չէ։ Տիկին Աշխենն ուժեղ կին է։ Հաստատ մինչև վերջ կպայքարի։ Եթե վիրահատությունը նույնիսկ նորմալ անցավ, մորս խնամել է պետք։ Իսկ իմ մերը բացի ինձնից ուրիշ ոչ մեկ չունի դարկ։ Ես ոնց թողեմ գնամ, երբ որ իմ մերը ամենաշատը իմ կարիքն ունի։ Արա աղբերս, եթե քեզ նորից բռնեցին, դատեցին, դու դրանով մամայից չես օգնելու։ Բեկի մասին չեմ էլ ուզում խոսամ։ Ես այդ ամեն ինչ հասկանում եմ, բայց այդ միտքին չի հանգստացնում։ Դե մեր ծնողները կօգնեն։ Հարազատներ կան, բարեկամներ կան։ Ոչ մեկ իր գործը չի թողելու գնա առավոտից գիշեր մորս կողքը նստի։ Վերականգնողական ֆորմուլան շատ երկար է տևում։ Եթե բան ես մտածել ու լուծում ունես, ասա։ Չէ, ոչ մի բան։ Լուծում չկա ու այդ միտքը ավելի է սպանում ինձ։ Բայց մի քաց կերեք, ասում մենակ բանում։ Տենես արմը ոնց է, պետք է զանգել էդ խոսալ։ Հա, բայց մեր հեռախոսով չի։ Թող Էրիկոնը զորոն գա, իր հեռախոսով կզանգենք։ Անյանը, Անստացան։ դենը։ Լսաղը թուլցեք ու լրվեք տեղներդ։ Ես ինչ պայրազորը։ Հավաքի ժամանակ խոսակցությունն ա եղել այն մասին, որ տղեկից 3-ը կուրսի չեն այս թեմաներից։
ու հագավոր կայ ա եղել, որ իրանց պիտի ձեռ չտակ։ Սաղ տավել են իրանց համաձայնությունը ու այդ թվում նաև դու, Ռավ։ Բայց արի ու տես, որ բեկը խախտել է այդ ագավորկեն ու խփել է Արամին։ Ու հիմա ես տեմ, որ պատասխան տակ իր արածների համար։ Ստոպլը։ Դու ամեն ինչ ճիշտ գիտես։ Եղել է տենց ագավոր կա, բայց թորգոմին թյուրիմացության մեջ են գցե, խապել են։ Որ ջայլները լավ էլ կուրսի են եղել ամեն ինչից։ Չկա տենց բան։ Ցույց տու։ Բայց ես նարեի սպանության էլ կապ չի։ Ունես։ Մրդոն ամեն ինչ խոստովանել է։ Խապել է։ Չեն խապել։ Ես իմ ականջով եմ լսել։ Մի համոզվար, որ խապել են։ Իծերում էլ երևում է, որ հանգիստ խոսում են։ Այսինքն ոչ մեկը զաստավից չի արել, որ անուներ տա։ Սաղ չոտքի է։ Բայց եթե տենց բան կար, պետք է մեր հետ մի հատ ճշտվեիք։ Կուրսի պահեիք մեզ։ Ասում եմ, այդ մարդիկ խապել են սաղից։ Լոխի տեղ են դրել, ու պետք է իրանցը ստանային։ Այս քաղաքում չկա մեկը, ով կարա մեզ էշի տեղ դնի ու Մարսի հետ։ Այս սաղիս հարցն է, ու ոչ մեկը չի կարա ինձ հակառակն ապացուցի։ Բեկը հավաքի կողմից սանկցիա ուներ այդ ջահելներին վերացնելու, ու այդ կանի իր ուզած ձևով։ Իսկ հիմա գնացեք։ Եթե թորգոմը կուզի ինձ տնա, ես պատրաստ եմ հանդիպեմ։ Եթե ժամանակին կուրսի չպահեիր ինձ, որ թորգոմը սրանց ուղարկել աստե հիմա, բեկի գլխից թողել էին։ Թորգոմի ջահելների մեջ մարդ ունեմ, իրանից իմացել։ Մանչին լավն է։ Ինքը շատ կարևոր ու հավատարիմ մարդ է քո համար։ Բա։ Մանչ մեր փաստաբաններն արդեն պատրաստ են, եթե մենթերնական այտեմներիցս։ Կուրսի են, բեք ջան։ Արի գնանք մի կտոր հաց տանք։ Չի կարելի։ Թողեք թող գա։ Արամն է։ Հա։ Որտեղից ես իմացել։ Վատ լուրը շուտ է տեղ հասնում։ Սաներիցս մեկը հարևան շենքում ապրում։ Նա ասեց։ Հույսում էի, որ սխալվել է։ Այս դրա մասին էի քեզ ասում, Վարդան։ Եթե Արամը մեղայականով ներկայանար, մահվան դեպքեր չէինք ունենա։ Արամը ներկայացել է, բայց դուք չկարողացեք պաշտպանել։ Արամը մեղայականով չի ներկայացել։ Ցուցունք ա գրել, որ ոչ մի բանից տեղյակ չի, իսկ դրանով ես չէի կարա նրան կալանավորեի ու պաշտպանեի։ Ինչ ունենք այս պայի դրությամբ։ Արամին սպանել են, հետո բերել են այստեղ։ Ենթադրում եմ, որ շուտ գտնենք։ Մահը վրա հասել 12-ից 14 ժամ առաջ, հրազենային վնասվածքներից։ Բայց մինչև սպանել նրան լավ տանջել են ու ծեծել են։ Դուք գիտեք ով է մարդասպանը ու գիտեք որտեղ գտնել, բայց մինչև հիմա չեք կալանավորել։ Մենք չգիտենք, այլ ենթադրում ենք։ Ու ոչ մի դատավոր առանց հիմնավոր ապացույցների օրդեր չի տա կալանավորման։ Ուրեմն ստիպեք թող խոստովանի։
Մենք նրան ընդամենը 24 ժամով կարող ենք կալանավորել։ Բայց մինչև դրան բաժին հասցնեն, դրա փաստաբանները կողողեն բողոքներով թե մամուլը, թե դատախազությունը։ Ուրեմն ինչ։ Ելք չկա։ Կա։ Պիտի աշխատենք ու ապացույցներով գործ ուղարկենք դատարան։ Եթե չես ուզում տղաներից մեկի մարմինը հաջորդ անգամ հայտնաբերենք, խոսա հետ նրա։ Թող մեղայականով ներկայանան, մենակ այդ դեպքում ես կարող եմ նրանց պաշտպանել։ Ես քեզ խոստանում եմ, բեկի ձեռքերը իրանց չի հասնի։ Այս պայն ուրիշ տարբերակ ուղղակի չկա։ Մի րոպե սպասեք։ Դուք տղաներին որտեղից եք ճանաչում։ Դավիթը հարազատ հորոխորս տղեն է։ Ես Դավիթին ճանաչում եմ, ինչպես նաև մնացածին։ Ես Գորի մարզիչն եմ։ Լսել եմ ձեր մասին, ուղղակի չենք հանդիպել։ Վարուշ։ Վարդան։ Գորի հետ կապ կա։ Չկա, կապը միակողմանի է։ Վերջին անգամ երբ եք խոսել նրա հետ։ Այս հարցաքննությունը։ Չէ, ես ուղղակի ուզում եմ օգնեմ տղաներին։ Ես արդեն հանդիպել եմ Դավիթի ու Գորի հետ, ինչ անել չէր կարելի։ Ուզում էի համոզեի, որ գան հանձնվեն։ Էն էլ չլսեցին ինձ։ Ես էլ եմ նույն խորհուրդը տվել իրանց։ Վարդան, մենք երկուսով պիտի փորձենք նրանց համոզել։ Արդեն ուշ է։ Մտածում եք, Հայաստանում չեն արդեն փախել են։ Մտածում եմ, որ ոչ մի տեղ էլ չեն փախնելու։ Գալու են հետ ու փորձելու են իրանց ընկերոջ սպանության վրեժը լուծել։ Բայց այդ խելագարությունն է։ Նրանք միայնակ չեն կարող մի ամբողջ համակարգի դեմ դուրս գան, ամբողջ քրեական աշխարհի դեմ։ Նրանց կոչնչացնեն, ինչպես Նարեին ու Արամին ոչնչացրին։ Ես հասկանում եմ քո մտահոգությունը։ Ես էլ իմ տեղը չեմ գտնում։ Բայց ես Գորին չափից ավելի եմ ճանաչում։ Նա հետ չի կանի, ինչպես նաև նրա ընկերները։ Լավ, ինձ կներես, ես պետք է գնամ։ Խնդրում եմ, եթե նորություն լինի, զանգի։ Հիմա տղաների կյանքը փրկելը մեր բոլորի գերխնդիրը պիտի լինի։ Համաձայն եմ։ Հաջորդ։ Հաջորդ։ Սյուզ։ Մարիշ։ Արամին են սպանել։ Մեր Արամին։ Ինչ ես խոսում, ոնց է դա հնարավոր։ Չգիտեմ, ամբողջ մամուլը սոցցանցերն են գրում։ Կարող է ֆեյք է։ Չէ, ֆեյք չի։ Ոստիկանության էջում արդեն հաստատել են տեղեկությունը Արամի լուսանկարով։ Սյուզ, ինչ ես խոսում, ոնց է դա պատահել, երբ։ Մանրամասներից տեղյակ չեմ։ Տարբեր բաներ են գրում, բայց մենք երկուսս էլ հասկանում ենք, չէ՞ թե ով է այս ամենի հեղինակը։ Մարիշ, խնդրում եմ։ Աղաչում եմ, եթե գիտես ոնց կապ հաստատենք տղաների հետ, ասա ինձ։ Ես պետքա զգուշացնեմ իրենց, որ վտանգի մեջ են։ Ես պետքա խոսեմ Դավիթի հետ։ Ես երդվում եմ բոլոր սրբություններով, ոչ մի բան չգիտեմ, փախուստից հետո իրանցից ոչ մեկի հետ կապի դուրս չի եկել։ Ես գիտեի, որ ամեն ինչ սենց է լինելու։ Սկզբում Նանեն, հետո Արամը, հաջորդն ով է լինելու։ Ես խելագարվեմ։ Որտեղ ես հիմա։ Չգիտեմ, գործով դուրս է եկել, հետո կարդացի այդ տեղեկությունը ու Ես քեզ հիմա իմ տան հասցեն SMS կանեմ, արի երկուսով մի բան մտածենք, հա։ Բայց մենք ինչ կարող ենք անել։ Չգիտեմ, արի երկուսով մի բան կմտածենք։ Լավ։ Զապիսը ուղարկել են, տնեմ նայես։ Չէ,
Միամիտ ազնիվ երեխեք, որ մինչև հիմա չեն հասկացել, ինչ մարդակերների հետ գործ ունեն։ Հիմա տղերքին էլ ոչ մի բան չի փրկի։ Թորգոմ է զապիսը ամեն ինչ փոխում է։ Եթե մենք խառնվեցինք, բոլորը դուրս են գալու մեր դեմ։ Ու Ռաֆը ինձ պրյամոյ հասկացնել տվեց այդ։ Այս պատերազմում մենք չենք կարա հաղթենք։ Անկախ մեր բռնած դիրքից տղեկ իրաց քայլը կանեն։ Հա, կանեն ու կկործանվեն։ Այդ բեկի ձեռքերը հիմա ազատ է, ինչ ուզում անում է։ Ու Ռաֆն էլ էս հարցում իրան կօգնի, այս հարցը շուտ կփակվի կգնա։ Թորգոմ, տղերքը հիմա աշխարհից կտրված են ու ոչ մի բանից կուրսի չեն։ Ու ավելի լավ է դա տենց էլ մնա։ Այդ ազնիվ չի, ճիշտ չի։ Բայց զատո կենթանի կմնան։ Նրանք կիմանան ու հետ կգան, ու ամեն ինչ ավելի վատ կլինի։ Այդ աննասունին պետք էր Ջանոյի հետևից ճամփեինք։ Ես պիտի խոսամ տղեկի հետ։ Նրանք ինձանից պետք է իմանան Արամի մասին։ Իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիծը չի մոռանա իմ մաքուր առաջին իմ անուր իմ խաղաղ երեկոն է հիմա մեղմալույս և տխուր և անուր քեզ երբեք սիրտը չի մոռանա իմ քնքուշ առաջին իմ անուր տարիներ կսահեն կմեռեն երազներ բոլոր Քո պատկեր անես կպահեմ օրերում անհասած ու մոլոր տարիներ կսահեն կմեռնեն երազները բոլոր Քո անունը հավեր կպահեմ օրերում անհաստատ ու մոլոր Եվ տանջանք և բեկում և թախից սևորեր ես դեռ շատ կտեսնեմ Քո անունը հավերժ կպահեմ սուտ կյանքի և դառը մահուդեմ ախ և տանջանք և բեկում և թախից սևորեր ես դեռ շատ կտեսնեմ Քո պատկերը անես կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդե Տարիներ կսահեն Ախ մեռեն երազները բոլոր Քո անունը հավերժ կպահեմ Սուտ կյանքի և դառը մահուդեմ Տարիներ
կսահեն, ախ կմեռնեն, երազները բոլոր, կանոնը հավեք պահեն, օրերում անհաստատ